Նիկոլ Փաշինյան Շնորհակալություն Տիկնայք եւ պարոնայք նախ արձանագրենք թե ինչի մասին է քննարկվող նախագծերի փաթեթը այդ նախագծով առաջարկվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների որոշակի սոցիալական շերտերի պատկանող ուսանողների համար նախատեսել որոշակի զեղչեր ուսման վարձերի հետ կապված եւ բացել որոշ հնարավորություններ ոչ բոլորի այդ սոցիալական խմբերին պատկանող ուսանողների մի մասի համար հիմա լավ է սա թե վատ իհարկե լավ է բայց սա չի նշանակում որ այդ լավ ձևակերպված եւ նախագծի կիրարկման արդյունքները պետք է պարտադիր լինեն դրական մենք բազմաթիվ օրինակներ ունենք հակառակի վերցրեք օրինակ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը այնտեղ կտեսնեք ոսկեղենիկ հայերենով շարադրված փայլուն մտքեր եկեք դուրս գանք եւ տեսնենք իրականությունը որը ստեղծվել է այդ սահմանադրության գործունեության արդյունքում ոչ մի ընդհանուր բան չունի գրված ոսկեղենիկ տեքստերի հետ սա ինչ է նշանակում սա նշանակում է որ գաղափարները օրենքները դրանց գաղափարների եւ օրենքների կիրարկումը կապված է ոչ միայն ձևակերպումների գեղեցկության, այլև այն միջավայրի հետ, այն մտադրությունների հետ, այն մթնոլորտի հետ, որ արկա են միջավայրում, որոնք պետք է դրանք տեղի ունենան։ Հիմա այս առումով ինչ միջավայր եւ մթնոլորտ է հաստատված Հայաստանի կրթական, մասնավորապես բարձրագույն կրթության համակարգում։ Հանրությունը վերջերս երկու շատ ուժեղ ազդակ ստացավ, մասնավորապես դեկտեմբերի 26-ին եւ փետրվարի 13-ին, որ բուհական համակարգում որոշակի վարչական լծակների գործադրմամբ ստեղծվում են երիտ հանրապետականների խմբակներ, որոնք անհրաժեշտ պահի օգտագործվում են ամենակեղտոտ նպատակների համար։ Հիմա հարց, ինչպես են Խոսքը հիշում եք տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած Տարոն Մարգարյանի այսպես կոչված ատենախոսության պաշտպանության ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին է, ապա եւ փետրվարի 13-ին սեփական սահմանադրական իրավունքների իրականացնող քաղաքացիների վրա տեղի ունեցած հարձակման մասին, որի հեղինակները արդեն Ագրարային համալսարանի երիտ հանրապետականներն են։ Հիմա ինչպես են Կորյուն Աթոյանները ստիպում այդ ուսանողներին իրականացնել այդպիսի կեղտոտ առաջադրանքներ, այդ նույն ֆինանսական արտոնությունների եւ լծակների գործադրմամբ։ Ինչպես օրինակ փետրվարի 26-ին տեղի ունեցած միջադեպից հետո հայտնի դարձավ, որ այդ միջադեպի ամենակարկառուն մասնակիցներից մեկը պատժվելու փոխարեն ստացել է շահել է 400,000 դրամ արժողությամբ ինչ որ գործողում, այսինքն ըստ էության հանրապետական ղեկավարությունը բուհի եւ նախարարության եւ կառավարության եւ հանրապետության այդ հանրապետության ուրեմն պարգևատրել է այդ հարցակման մասնակցին։ Ընդ որում այդ հարցակման գլխավոր գործող անձերից մեկին մենք կարող ենք տեսնել հրող լուսանկարներում խրոխտ քայլելիս Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Արմեն Աշոտյանի հետ։ Հիմա այս փաստերը հաշվի առնելով, ձեռքի տակ ունենալով, կրթության եւ գիտության նախարարին երեկվա քննարկման ժամանակ տալիս եմ շատ պարզ մի հարց, ասում եմ, պարոն Աշոտյան, որպեսզի մենք բոլորս ունենանք որոշակի հիմքեր, հավաստիացումներ, որ այս սոցիալական փաթեթները չեն օգտագործվելու մարդկանց սոցիալական վիճակը չեն օգտագործվելու նրանցից երիտհանրապետականների նորանոր խմբակներ ձևավորելու համար, ասում են որպես նախարար, տվեք գնահատական այդ դեպքերին, ասեք ինչ եք արել այդ մարդկանց պատժելու համար։ Ընդ որում հարցը տալիս եմ առանց որակումների, տալիս եմ հիմնված բացառապես փաստերի եւ փաստարկների վրա, ոչ մի անձնական բնույթի որակում չեմ անում։ Հիմա կրթության գիտության նախարարը փոխանակես ամբիոնից պատասխանի ազգային ժողովի падգամավորի իրեն ուղված հարցին, սկսում այն ինչ-որ շուտ ասելուկներ ասել,
հանելուկներ ասել, գլուխ կոտրուկներ է արտադրում, սրամտություններ ու սրախոսություններ է անում։ Պարոն Աշոտյան, ես այս վերջին շրջանի քննարկումներին, ձեր ելույթներին, ներեկվա քննարկմանը հետևելով, ուզում եմ ձեզ ասել պատասխանատու կերպով, դուք լրջանալու կարիք ունեք ընդհանրապես։ Սա կլուբ վեսյոլых и находчивых պոլուֆինալը չէ, որ այստեղ գաք, չգիտեմ, հարցերի մասին, չգիտեմ, շուտասելուկներով, շուլուխներով, հանելուկներով պատասխանեք։ Ասում է, Աշոտյան ասում է, հա, բայց այդ ուսանողները ներողություն են խնդրել, բայց պարոնայք, Հայաստանի որևէ օրենքի, որևէ կետում ներողություն անունով կարգապահական տույժ գոյություն չունի։ Եվ եթե ներողությունը համարում ենք տվյալ հարցի լուծում, ուրեմն ոնց տեսախցիկների առաջ լկտիաբար հրհրալով հայհոյել են լրագրողներին, թող այդ նույն կերպով ասուլիս հրավիրեն այդ նույն լրագրողների համար եւ կամերա տեսախցիկների առաջ ասեն, որ ներողություն են խնդրում։ Սա դեռ կարելի է քննարկել, որ դրանով այդ միջադեպը կարելի է հարթված համարել, թե ոչ։ Ասում է, լավ, եկեք չխոսենք այդ մասին։ Իբր չխոսենք, դե խոսեցինք, անցավ գնաց։ Այս շատ բան սովորություն է, ասում են, դե չխոսենք, մարտի 1-ի մասին այդքան խոսեցինք, հերիքա խոսենք, արդեն ժամանակ անցավ։ Այն կոռուպցիոն դեպքերի մասին չխոսենք, ընտրությունների կեղծված ըմբերու մասին չխոսենք, ոչ չի լինի տենց։ Պետք է խոսենք այնքան, պետք է հետապնդենք այնքան, մինչև համապատասխան հետևություններ արվեն։ Ինչու է ասում պարոն Աշոտյանը չխոսենք, որովհետև ինքը սովորել է, իրեն թվում է, թե կարող է գալ այս ամբիոնից փայլուն, այսպես բանով, վեղար հակած հրեշտակի կերպարով, ինչպես ինքն էր երեք ասում ես ամբիոնին, թևածել ազգային ժողովի դահլիճում։ Ոչ պարոն Աշոտյան, ամեն անգամ Եվ դուք փորձեք այդպիսի հրեշտակային բարեփոխիչի կերպարով թևածել այս ամբիոնում, այդ հարցադրումներով ես ինքս ձեզ իջեցնելու եմ պարկետի վրա։ Սա խնդրում եմ արձանագրեք, որովհետև խոսելու եք, այնպես խոսում եք տպավորությունը, թե կրթության համակարգը տենց փրկել են, սարքել են, կառուցել են, իրականում սակայն հանրային գիտակցության մեջ ձեր կառուցած կրթական համակարգի ամենատեսանելի, ամենահասկանալի, ամենալսելի սիմվոլները այդ սաքուլիկներն են։ Սաքուլիկները եւ սաքուլիկների խմբեր է, սաքուլիկները, որ չգիտի ասեմ, սոցիալական ցանցերում կնքել են նրանց, ովքեր այդ փետրվարի 25-ին հերոսաբար պարոն Մարգարյանին էին պաշտպանում։ Ահա ուրեմն ձեր կառուցած կրթական համակարգի ամենատեսանելի սիմվոլը սաքուլիկներն են եւ նրանց թիկունքում հարության աչքից հեռու դողացող ձեռքերով ատենախոսություն պաշտպանող պարոն Մարգարյանը։ Շնորհակալություն ուշադրության համար։